Վայրենիների ցեղը պարում էր։ Քարե պատից այն կողմ ինչ որտեղ մութ շուրջ պարն է, պայծառ խարույկը և միսը։ Հիմա նստած ըմբոշխնում էին ուտելիքն ու իրենց ապահովությունը վայելում։ Ավելի մոտիկից մի ձայն լսելով նա ընկրկեց։ Վայրենիները մագլցում էին ժայռի գագաթը, լսվում էր նրանց խոսակցությունը։ Նա մի քանի քայլ առաջ սողաց և տեսավ, թե ինչպես կատարին նշմարվող ուրվագիծը խախտվեց և ընդլայնվեց։ Ամբողջ կղզում միայն երկու տղա այդպիսի ձայն և շարժուձև ունեին։ Ռալֆը գլուխն իջեցրեց արմունկներին, հայտնությունը ցավոտ խոցեց նրան։ Սամներիքն արդեն ցեղի անդամ էին, նրանք ամրոցը պաշտպանում էին իրենցից։ Նրանց փրկելու և կղզու մյուս ծայրում վտարանդիների ցեղ հիմնելու հույսերը փշրվեցին։ Սամներիքը մյուսների պես վայրենի էին դարձել։ Խոզուկը մեռած էր, իսկ խեցին ջարդուփշուր։ Քիչ անց նախորդ պահակը ցած իջավ։ Մնացած երկուսը ժայռի մուգ շարունակությունն էին թվում։ Հետևում մի աստղ վառվեց և իսկույն ջնջվեց նրանց շարժումից։ Ռալֆը խարխափելով առաջ շարժվեց։ Աջից աղոտ ջրի երկար տարածքն էր։ Ձախից ջրհորի պես բացվում էր անհանգիստ օվկիանոսը։ Ջուրն ամեն րոպեն մեկ մերկացնում էր մահվան սալը և նորից ծաղկում սպիտակ փրփուրով։ Վերջապես Ռալֆի ձեռքը դեմ առավ վերև տանող ելուստին։ Պահակները ճիշտ նրա գլխավերևում էին, նույնիսկ երևում էր ժայռի եզրից ցցված նիզակի ծայրը։